Բարի առավոտ էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով եւ այսօր հրաշալի է օրը։ Այսօր ինչ դասեր պետք է տա մեզ կյանքը եւ սա Աստծո խոսքից է բխում, որովհետեւ նա որ սիրում է սովորել եւ ամեն իրադարձությունների մեջ ուրեմն խրատ քաղել Տիրոջից նա դառնում է իմաստուն եւ հաջողված։ Փառք Տիրոջի։ Այսօր մեր հյուրն է մեր Անիկուրը, նա իր ամուսնու հետ է, մեր Սելի ավո եղբոր հետ, ավո եղբայրը ասեց ես առանձին կնստեմ, կլսեմ ձեզ։ Անիկուր շնորհակալ եմ, որ եկաք, փառք Տիրոջը։ Ուրեմն նրանք Սուրիահայ հոգևոր եղբայրակցության եկեղեցու ծառայողներ են, շատ անուշ Աստծո մարդիկ եւ ինձ համար շատ հարազատ, որովհետեւ շատ հաճախ մենք հանդիպում ենք իրար հետ, հաճախ հրավիրում են ինձ իրենց եկեղեցուն ծառայության եւ ինձ շատ լավ եմ զգում այնտեղ եւ հարազատի պես, այսպես ասած, շնորհակալ եմ, ավո եղբայր շնորհակալ եմ Անիկուր, ըստ երևույթի եթերի ընթացքում մի քանի վայրկյան կտեսնենք ավո եղբայրը կմոտենա ինչպես պայման չուզեց նստի սկզբից մինչև վերջ, բայց ինչ որ խոսք կունենա ասելու։ Փառք Տիրոջ, Անիկուր ջան, շնորհակալ եմ եկաք եւ անցնենք միանգամից բուն թեմային, որովհետեւ շատ կարեւոր թեմա է, պետքա հասցնենք 1 ժամվա մեջ։ Ես որքան էլ խանգարեմ, պետքա հասցնենք 1 ժամվա մեջ, պես չէ, չեմ խանգարի։ Անիկուր ջան, վերնագիրը կյանքը քննություն է, շատ լավ իմաստուն վերնագիր է սա, իմաստություն կասել մեջ եւ սիրով քեզ լսում ենք։ Սիրով եղբայր, սիրով նախ բարի առավոտ, սիրելի ունգընտիրներ, ագընտիրներ, Տիրոջ շնորհքով փառքը լավ որ դերը մեզի իր ողորմությամբ այսօր անգամ եւս կյանք ապարգևեց եւ արժանի է որ հավաքվենք իր սուրբ ներկայության մեջ իր խոսքը լսելու։ Իսկապես ամեն առավոտ որ մեր աչքը կփանանք Տիրոջ մեն մեզի դրված շնորհք եւ առանձնաշնորհում է, թող դերը կործե մեր մեջ եւ մեր միջոցով որպեսի փառավորենք ամեն մեկ ռոբեն, ամեն մեկ վարյանը որ գաբրինք իր փառքին համար։ Այսօրվա մեր նյութը իսկապես շատ խորը իմաստ ունեցող նյութ է եւ միևնույն ադեն մեծ փորձառություն է յուրաքանչյուր հավատացյալի կյանքին մեջ։ Այսօր գուզեմ մեր թեման սկսենք հարցումով մա սիրելի եղբայր Աբրահամ։ Ոյ շատ դժվար հարց չտաս։ Դժվար հարց թերևս շատ դժվար չէ հարցը, բայց գուզեմ հարցով մա սկսեմ։ Այսօր գուզեմ ցեզի հարցնել եղբայր, երբ այսօր արտնցակ ինչ ակնոց որոշեցիք օգտագործել։ Իմ նյութս այս իմ թրված ակնոցից մասին չէ, որ կգործածեմ իմ դեսողությունս հստակացնելու համար։ Ոչ այլ այս ակնոցին մասին է իմ նյութս, որ կգործածենք, որովհետեւ արևեն պաշտպանվենք, կամ որովհետեւ ինչպես որ սիկույները տեսնենք կամ չհստակացնենք։ Կամ ոչ այլ այս ակնոցին մասին է, որ ես ուրիշ անգամներ կգործածեմ, որովհետեւ իմ մոդս ավելի լավ տեսնեմ, որով դարիքի պերումով կտեսնենք, որ աչքը իր մոդնալ շատ հստակ չի տեսներ։ Իմ հարցումս սիրելի եղբայր, ինչ թիդանգուն որոշեցիք օգտագործել այսօր արդու, երբ պիտի թիմակրավեիք կյանքի իրադարձությունները։ Յուրաքանչյուրս ունենք ակնոցը, որ ամեն առավոտ կհագնենք եւ գօգտագործենք մեր կյանքը թիդելու։ Այլ խոսքով որպես թիդանգուն մեր կյանքին։ Մարդիկ կան, որ թշփախտաբար շատ անգամ գօգտագործեն թշկողության ակնոցը։ Ուրիշներ հուսահատության, ուրիշներ քննադատության ակնոցը։ Ուրիշներ կա, որ ամեն առավոտ որոշած են օգտագործել փամփասանքի ակնոցը։ Ուրիշներ ալթերևս թերասանության ակնոցը։ Եվ անխդիր յուրաքանչյուրս աստեցության դակնենք այն ակնոցին, որ որոշած ենք օգտագործել։ Եվ թերևս բստիկ խավի մարդիկալ կան, որ փառք Տիրոջ դակավին որոշած են օգտագործել սիրո ակնոցը, քնահատանքի ակնոցը, կողունակության ակնոցը, հույսի ակնոցը, հնազանդության ակնոցը եւ շարքը երկար։ Եվ ինչպես որ մեր կործածած ակնոցները դարբեր են, այնպես էլ կյանքի նկատմամբ մեր ունեցած անդրադարձը եւ նայվածքը անշուշտ որ դարբեր է։
Լավագույն միջոցներեն մեկը, որ մեզի գոքնե, որ հասկանանք մարդուն իրավիճակը կամ իր դեսագը, այն հարցումն է, երբ կհարցնենք, որ ինչպես գտեսնես քու կյանքդ։ Թշպախտաբար ասեմ, շատ անգամ մենք երբ Հայաստան տեղափոխվեցանք եւ մարդոց կհարցնեինք ինչպես եք, մեզ կպատասխանեին ասելով յոլա ենք գնում, ինչպես եք, ոչինչ եւ այսպես ասիկա մեր մեջը սկիզբի շրջանին բավական ժխտական աստեցություն ունեցավ գրնամսերցեզի եւ մենք փորձեցինք այդ մեկը մեր գեցվածքով, մեր ժպիտով, փառք Աստծո արտահայտությամբ, դերոճմով լավ ենք արտահայտությամբ, ուզեցինք փոխել եւ գահավատամ, որ Կոնե փոքր ասեցություն ունեցանք մեր շրջանակներուն մեջ։ Իսկապես այն ակնոցները, որ կորզածեն մարդիկ յանքը թիդելու դարբեր է։ Եվ մարդիկ ինչպես որ դարբեր ակնոցներ կորզածեն, այդպես էլ իրենց յանքին նկատմամբ ունեցած նայվածքը դարբեր է։ Ոմանց համար կյանքը կտեսնես, որ լոկ կարծես խրախճանք մնե եւ իրենց համար կարեւորակույն արժեքը այդ խրախճանքի ընթացքին հաջիկ ստանալն է։ Ուրիշներու համար թերևս կյանքը կպատկերացվի որպես գարջ վասկի մրցումը եւ անոր համար արակությունը իրենք գարժեվորեն ընդհանրապես ամեն բանի մեջ կուզեն արակ ըլլալ աճաբարել, որով կյանքը իրենց համար գարջ վասկի մրցումը գերեվի։ Ուրիշներու համար կյանքը կարծեք մարաթոն մնե, երկար վասկմա եւ գուզեն միշտ մրցակցություն, գուզեն դոգալ, գուզեն հարադեվել, հարաճ երթալ, որովհետեւ իրենց համար կյանքը մարաթոն է։ Իսկ ուրիշներու համար կյանքը բادرազմ է։ Գուզեն կարծեք բادرազմել, գուզեն հաղթել, հաղթություն արձանագրել, յուրաքանչյուր կյանքի իրադարձության ընթացքին եւ այսպես։ Ինչպես որ է նայվածքդ կյանքին, ադիգա սիրելի քույրս եւ եղբայրս մեծ իրականություն է, որ մեծ աստեցություն ունի քո հոգեվոր կյանքիդ եւ ընթացքիդ։ Բայց այսօր կարևոր ճշմարտությունը, որ ես կուզեմ վերցնել Աստծո խոսքեն, որ ամփոփած եմ թեպի հոգևոր կյանք, թեպի Աստծո ուզած կյանքը ապրելու ուսումնասիրութենեմը, որ Աստվածաշունչը ինչպես կտեսնե կյանքը, կամ Աստծո խոսքը մեզ ինչ ճշմարտություններ կփոխանցե կյանքին նկատմամբ։ Միջև շարունակես Անիկու, շատ հետաքրքիր է, դու այսօր կյանքի մասին ես խոսում, մի նյութ է, որ մենք շատ քիչ ենք երբեմն մտածում։ Ինչ է, օրինակ, ինձ համար էլ պատահել է իմ խոհերի մեջ հարց է բարձրացել. ինչ է կյանքը։ Ինչը կարելի է համարել կյանք, նաև այդ իմաստով, չէ՞։ Ճիշտ։ Գուցե այն ինչ որ մենք ապրել ենք, գուցե դա կյանք չի կարելի համարել, դա գոյատևությունը կամ գոյատևման պայքարը, ինչպես դուք ներկայացրեցիք, շատ հետաքրքիր է, այո։ Ինչ է կյանքը, սա հարց է, որ պետք է շատ հաճախ տանք։ Որովհետև շատ անգամ եղբայր Աբրահամ կյանքը դժբախտաբար իր վազվզուկով կամ իր դարբեր իրադարձություններով դարձած է գարցիկ ժամանակավոր իրականությունը։ Մարդիկ կգարցեն, որ կյանքը այս ժամանակավոր դեվողությունն է։ Ինչ կարաս արա, որ ինչ գրնաս անել, այսինքն ցերկ բերումներ, ինչ որ գրնաս ցերկ բերել, նույնիսկ երդասարտներ, երբ որ գխոսիս երդասարտներու մասին, հիմա մեր տան մեջ երկու երդասարտներ կա, Փարք Տիրոջ, գտեսնես, որ կյանքը իրենց համար վազվզուկ մնե, գուզեն բանը իրականացնել, բայց արդյոք ինչ է կյանքը Աստծո նայվածքով։ Այո, այս շատ կարևոր է։ Ինչ է կյանքը Աստծո նայվածքով։ Անոր համար այսօր իմ սրդին վրա դերը թրավ, որովհետեւ միասնապար բաժնեցինք այս ճշմարտությունը Աստծո խոսքի լույսին դար։ Եվ ինչպես քիչ առաջ ասի դժբախտաբար մարդկային չափանիշներով շատ անգամ կյանքը շատ ժամանակավոր է, բայց երբ որ գտեսնենք Աստծո խոսքի լույսին դակ, կյանքը գտեսնենք որպես ժամանակավոր ոչ թե իրադարձություն, հաբա ժամանակավոր առաքելություն մնա։ Առաքելություն։ Առաքելություն է։
Արաքելություն է եւ այս արաքելությունը որ դերը մեզի գանչած է այս մի քանի դարին ինչպես որ գսե Աստծո խոսքը 60 70 80 100 ինչի գնմանի Աստծո խոսքին մեջ Հակոբոս Արաքյալ գսե հիրավի ինչ է ձեր կյանքը իսկապես աս կյանքը որ գաբրինք շոկի մնե որ քիչ ադեն գերեվա բայց վերջը գոչնչանա եւ երբ որ մենք կյանքի դժվարություններուն հետ թեման գտնվենք կամ անագնգալ Terevs թշպախտ բադահարիմը թեմը գտնվենք իսկապես կտեսնենք այս ճշմարտությունը որ կյանքը շոկի մնե Շատ շուտ գանցնի հիմա մենք եղանք 45 46 50 50 անց գմտածենք եւ գսենք ինչպես անցան այս տարիները եղբայր Աբրահամ ինչպես անցան շոկի որ ասում եք մեր Հայաստանի հայերը այո դա անվանում են Գոլոշի Հակոբու 4:15-ի մեջ գոլոշի որ գերեվի բայց շուտ մը կան հետանա հոփա քրքին մեջ նալյանքը ներկայացված է որպես ըստվեր մնե գսե վասնզի մենք երեկվաններն ենք ու բան մը չենք գիտեր քանզի մեր կյանքը երկրի վրա ըստվեր մնե այս կյանքը իսկապես շատ գարջ է փախտadելով հավիդենական կյանքին որովհետև երբ որ մենք որպես Աստծո զավակներ համոզված ենք եւ հավատացած ենք այդ ճշմարտության որ մենք ստեղծված ենք ոչ թե լոկ այս ժամանակավոր կյանքին հավիդենականության համար գրնանք այս մեկը նկատել մեր կյանքին մեջ որ այս կյանքը շատ գարջ է փախտadելով հավիդենականության հետ ոչ շատ երկար պիտի չշարունակենք եւ անոր համար շատ ավելիով գարչիլ պետք չէ այս կյանքին շատ ավելիով գարչիլ ասելով մեր ամբողջ գետրոնացումը հիմնելու չենք այս կյանքին վրայով գիտես կա կյանքը այս աշխարհի վրա պայմանավորված է ժամանակի եւ տարածության մեջ այո այսինքն ժամանակ չկա չէ ասեն ժամանակ չկա միշտ սպառված մեզ դու որ ասեցիր ես ուզեցի ավելի մանրամասն փորձենք հասկանալ ինչա նշանակում է որ եթե մենք չունենք հավիտենականի գիտակցությունը մեր մեջ մեր համար ժամանակը կարծես չի հերիքում թռնում գնում է եւ մենք տխրում ենք դրանից որ մի օր էլ ծերացանք կախվածությունը ժամանակից բայց Աստծո խոսքը մեզ դուրս է հանում ելի նորից մենք ժամանակի մեջ ենք բայց նրա իշխանության տակ չենք ամեն իր իշխանության տակ չենք եւ ընդհանրապես Աստծո խոսքի մեջ մենք կներկայացվենք որպես այցելուներ որպես օդարներ, օդարականներ, բանտուխներ, ամեն ինչպես որ այդ մեծ հրաշալի ոգևորի այո եւ հոսոդար աշխարհ մեզի երբեք հանգիստ չխոստանար իսկապես ժամանակը չի սպասում հոն է մեր դուն դունը մեր վե եւ մնային մենք այցելուներ ենք մենք ջամփորդներ ենք եւ Թավիթի խոսքով ինչպես որ գսե 119-րդ Սամոսի 19-րդ համարի մեջ բանտուխտեմ ես երկրի վրա Պետրոս Արաքյալը նույն խոսքը գտնե եւ գսե սիրելիներ գաղաչեմ բանտուխներու եւ օդարականներու պես մեկտի գեցեք մարմնավոր ցանկություններեն որոնք հոգիին թեմ բادرազմին եւ շատ սկուշացնող ճշմարտություն մգա որ իսկապես ցնցիչ է Թարցիալ Հակոբոս Արաքյալ գսե Հակոբ 4:4-ի մեջ սիրելի եղբայրս վստահ եմ թուն այս մեկը արդեն նկատած ես Աստծո խոսքի մեջ գսե շնացողներ չեք գիտեր թե այս աշխարհի սերը Աստծո թեմ թշնամություն է ուստի ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ ինքզինք Աստծո թշնամի գնե հետևաբար ինչպես որ դու գսիկ եղբայրս այո մենք այս ժամանակին մեջ գաբրինք բայց այս ժամանակավոր արաքելության համար կանչված ենք որովհետև կյանքը ըստ Աստծո խոսքին արաքելություն մնե որ եկանք մեր արաքելությունը կատարելու եւ պիտի մեկնենք հավիդենականության մեջ հավիդենապես
մեր Տերոջը ներկայությունը վայելելու։ Թող Տերը մեզի արժանի անե եւ անդրադարձնե։ Առաջին գեդը այս մեկն էր, որ գուզեի վերցնել, որ կյանքը իսկապես առաքելություն մնե եւ մենք ինչպես որ ասենք բանտուխներ ենք, օդարականներ ենք, այլ խոսքով թեսպաններ ենք, մենք Քրիստոսի գողմե թեսպանություն գնենք գսե Թարցիալ Բողոս Արաքյալ, որպես թե Աստված ինք մեր միջոցով գոչ գուղե։ Մենք առաքելություն ունենք, որպես հավատացյալներ գոչ ուղղելու բոլոր մարդկության, որ հաշտվեք Քրիստոսին հետ, որովհետև այս կյանքը ժամանակավոր պիտի անցնի եւ մենք պիտի ապրենք հավիտենականությունը Տիրոջ հետ։ Այստեղ մի բան եմ ուզում, շատ կարևոր միտք է, շատ հավատացյալներ մտածում են ինչ անեն, որ փրկվեն եւ այսպեսի աղոթք են անում, Տեր, երբ ես գալու ես տանես այս չար աշխարհից, Տեր, հոգնել ենք արդեն այս աշխարհից, բայց դու ուրիշ բան ես ասում այս։ Դու ասում ես մենք առաքելություն ունենք։ Այսինքն այդ տեսակ աղոթքները Տիրոջ սրտով չի։ Ճիշտ այդպես եղավ։ Բանը ես քեզ դրել եմ, որ դու փրկության պատճառ դառնաս, ոչ թե դու քո մասին էգոիստ բանը, եսակենտրոն։ Արդեն հոս երբ որ հիշենք Տերոջ վերջին գոչը նախքան երկինք բարձրանալ, ինչ բոլոր աշխարհը ավետարանը կարոզեցեք, աշակերտեցեք, մգրդեցեք անուն Հոր եւ Որդու եւ Հոգու։ Այսինքն սա մարդուն մեջ նպատակ է դնում, մոտիվացնում է։ Պատկերացնում ես մարդը լավ աշխատում է, լավ փող ունի, ուտում, խմում, չգիտեմ, զվարճանքներով, բայց իր առաքելությունը այդպես էլ չի իմանում, ինչու՞մ է կայանում։ Անոր համար այսօր թող Տերը մեզ յուրաքանչյուրին հոգին թփչի, որբեսի անդրադառնանք յուրաքանչյուրս, որ ստեղծված ենք Աստծո հատուկ նպատակին համար։ Ինչպես Եսայա մարգարեն գսե 44-րդ գլխուն մեջ, քեզ ստեղծող արքանտին մեջ ցևագերբող եւ քեզի օգնություն ընող Տերը գսե մի վախնար կորձե ինձի համար թեև դժվարությունները անցնիս բայց շարունակե կորձել ինձի համար որտեղ կանչված ես հատուկ առաքելության այս կյանքը մեզի համար առաքելություն է իսկ երկրորդ կետը գուզեմ անցնել որտեղ ամիջապես գուզեմ հակալ եւ մի քիչ խորանալ մեր երրորդ այսօրվա ճշմարտության մեջ պիտի խորանանք երկրորդ ճշմարտությունը իսկապես երկրորդ ճշմարտությունը որ Աստծո խոսքին մեջ հիշված է կյանքի մասին այդ սքանչելի ճշմարտությունն է որ կյանքը հավատարմություն է Ինչ որ դրված է մեզի, դերոչմեն դրված է, որբեսի մենք հավատարիմ դնդեսները լանք մեզի դրված են։ Ինչ որ ունենք սիրելիներ, ինչ ժամանակ, ինչ նյութական, ինչ առողջություն, ընտանիք, առաքինություններ, շնորհքներ, ինչ որ ունենք, դերոչմեն դրված է մեզի եւ մենք կանչված ենք այդ շնորհքներուն հավատարիմ դնդեսները ըլլալու ուստի դնդեսեն գբահանչվի որ հավատարիմ ըլլակսե Պողոս Արաքյալ առաջին Կորինթացիս 4:2-ի մեջ հաջող Տեր Հիսուս նշումներ ըրած է որ կյանքը մեզի դրված ավանդ մնե Մեզի դրված ավանդ, ռեսուրս, ավանդ, այլ խոսքով վերաթարցվելու պայմանավ դրված բանումը։ Ավելիով վերաթարցվելու եւ որ ասիկ գհիշենք Մատթեոս Ավետարանի մեջ հիշված արագը, երբ որ դերը դնդեսին կամ այդ կորձադիրոջ մասին գխոսեր, երբ դահանտներ բաժնեց, բարգևներ բաժնեց եւ Ջամփորտեց կորձադերը Մատթեոս 25-րդ գլխուն 14-29 համարներուն մեջ գրված է չեմ ուզեր կարդալ որբեսի ժամանակը շահենք որ դվավ դաղանցներ կորձադերը եւ ջամփորտեց բայց երբ որ վերաթարցավ անոնց մե հաշիվ բանջեց չէ հաշիվ բանջեց որ իրենց դնդեսության հաշիվը ներկայացնեն եւ 5 տաղանդ ունեցողը ասավ քացի աշխատեցա եւ 5 մնալ փերի 2 ստացողը ասավ քացի աշխատեցա եւ 2 մնալ փերի իսկ 1 տաղանդ ստացողը ասավ քացի եւ այդ տաղանդը բահեցի, քետնին մեջ փորեցի եւ բահեցի եւ ահա ես քեզի գվերաթացնեմ ինչպես որ է արդյոք որ դնդեսը քնահատանքի արժանացա
որ տնտեսը անի որ բահած էր ընդհակառակը այն որ բահած էր դժբախտաբար անիգա ոչ թե բարգեւադրումի արժանացավ այլ դիրոջ մե բախարակությունը ստացավ երբ դերը ասավ ձույլ զարա չար զարա ամբիդան զարա կուպաժինատ այդե որթուն երկրի անտունտը խավարին մեջ նետվիս իսկ քնահադանքի արժանացան այդ առաջին երկու տնտեսները, որոնք հավատարմությամբ տնտեսեցին իրենց դաղանթները եւ դերը իրենց քնահադեց ասելով ապրիս, փարի եւ հավատարիմ ծառա։ Թուն որ քիչ բանի մեջ նույնիսկ հավատարիմ եղար, քեզ շատ բաներով վրա պիտի գեցնեմ, մդիր կուդիրոջդ ուրախությանը մեջ։ Իսկապես երկրի վրա այս մեր կյանքը վերջավորությունը ունի ինչպես ասենք, եւ մենք պիտի վարձատրվենք հավիտենականության մեջ մեր վերապերմունքին համաձայն։ Ինչպես որ այս ժամանակավոր երկրին մեջ վերապերմունք ունեցանք, Աստծո մեզի դրված դաղանթներուն, անոր հիման վրա պիտի վարձատրվենք հավիտենականության մեջ։ Մի միտք կա կուզեմ արտահայտեմ, որովհետեւ շատ կարեւոր բան եք ասում։ Փաստորեն ինչ հասկացա այսօրվա քո խոսքից միջև հիմա ինչ որ ասացի ես հասկացա որ հավատարմությունը դա առաքելությունն է ամեն եղբայր ոչ թե որ մենք որտեղ հավատարմության մասին շատ քիչ պատկերացում ունենք մեզ թվում է թե ժամանակին եկեղեցի գնալ ինչ որ ասեն անել ինչ որ ասեն մի արա չանեմ ինչ որ ասեն արա անեմ դա էլ հավատարմություն է բայց գուցե բայց դա շատ քիչ է հավատարմությունը առաքելություն է ամեն այսինքն ունեցած այդ ռեսուրսները դնում ես Տիրոջ երկրային արքայության համար եւ այս կյանքը դրա համար է տված մեզ ճիշտ անոր համար ասիգա այսօր կփորձենք հայտնաբերել կյանքի աստվածաշնչյան իմաստը եղբայր ինչպես որ ասիկ իսկապես կյանքը առաքելություն է որուն մեջ մեր բարդականությունը հավատարմությամբ ապրիլն է այն առաքելությունը որ Տերը մեզի կանչած է ամեն որովհետև հավատարմություն ըլլալե գտատրի եւ սեր չկա եղբայր ամեն ինչ որ անենք Տերը դա այն շնորհքը մեզի որ սիրով անենք ամեն սիրով եւ հավատարմությամբ որովհետեւ իսկապես դիրոջ փառքը պատմողներ ըլլանք մեր կյանքին մեջ եւ երրորդ ճշմարտությունը որ այսօր գուզեմ գետրոնանալ անոր վրա այնալ ինչպես վերնակրեցինք այսօրվա մեր թեման կյանքը երկրի վրա քննություն է այլ խոսքով կյանքը երկրի վրա փորձություն է կյանքը երկրի վրա փորձառություն է եւ Աստվածաշունչը բազմաթիվ խոսքեր գարդահայտե Եվ ամբողջ աստվածաշնչյան պատմության ընթացքին կտեսնենք, թե ինչպես դերը գքննե, սկիզբեն մինչև վերջ, երբ որ գտիրենք աստվածաշունչը, կտեսնենք, որ մարդկությունը քննութեն է կանցնի։ Գքննվի մեր հույսը, գքննվի մեր հավատքը, գքննվի մեր սերը, մեր հավատարմությունը, մեր համբերությունը, այն առաքինությունները, որ դրված են մեզի, բոլորը քննությունները կանցնին եւ շատ անգամ ձաներ գլան քննությունները շատ անգամ անագնգալ գլան քննությունները բայց վստահ ենք որ յուրաքանչյուր քննություն որուն ընդմեջ են մենք կանցնենք դիրոջ դնորինումով է որ գլա եթե դերը չարդոն է ոչ մեկ բան չի պատահիր մեր կյանքին եւ եթե չզորացնի ամեն դերը մեկ կողմեն գարդոն է ինչպես որ դու կսիկ իսկ մյուս կողմեն գզորացնե իր զավակները օրինակ ճիշտ է այսպիսի աղոթքը որ երբ որ խնդիրների մեջ ենք հայտնվում ոչ թե խնդրենք որ Տեր հեռացրում մեր կյանքից, այլ ուժ դուր որ հաղթահարեմ։ Ամեն։ Որն է ճիշտ։ Ամեն, անշուշտ որ ուժ դուր մեզի, որբեսի թիմակրավենք։ Կարողանանք հաղթահարել։ Ամեն։ Այսօր քիչ մգուզենք խորանալ այս ճշմարտության մեջ, որովհետև իսկապես այս մեկը մեր կյանքին մեջ մեզի գարելի է որ շարժիչ ուժ դառնա։
Ես այսպես կտեսնեմ քննությունը, որովհետև յուրաքանչյուր մոտիվացնեց այլ խոսքով, ճիշտ այդպես, որովհետև քննությունները դբրոց են մեզի համար, որովհետև քննություններն ալ շնորհք են մեզի համար, որովհետև եթե քննությունները չանցնենք, թերևս մեր հավատքը կմնա մեռած, թմրած, ցույցած։ Հռոմեացի 5-րդ գլխի մեջ շատ վառ ձևով է արտահայտում, ասում է ուրախացեք, որ կերպ նեղությունների մեջ եք։ Եվ նույն խոսքը կգրկնե Հակոբոս արաքյալ։ Այո, ասում է, որովհետև դրա մեջ է համբերություն ձևավորվում։ Այսինքն դու չես կարող խնդրես, ասես, Տեր ինձ համբերություն տա, Տերն էլ ասի վերցրու տալիս եմ։ Վերցրու, տալիս եմ, ինչ հանգիստ պայմաններ։ Չի լինի։ Դու պետք է, եթե ուզում ես համբերություն, դու պետք է անցնես այդ ճանապարհությունը։ Ամեն։ Եվ այս ճշմարտությունը ես կուզեի ինչ որ դուք ըսիք արդեն գարտալ, Հակոբոս արաքյալի Պերնո, բայց ուզեի գարտալ, բայց ինչ լավ էր ծեր անդրադարձը, որովհետև Աստուծո խոսքը մեկ է, ինչպես որ Հռոմայեցիսի մեջ հիշված է, Բողոս արաքյալի Պերնով, նաև Հակոբոս արաքյալի հիշած է, Հակոբո առաջին խուն մեջ երբ կսե եղբայրներ բոլորովին ուրախության արժանի բանսեբեցեք երբ փորձանքներու մեջ ինա գիտնալով որ ծեր հավատքին փորձառությունը ինչպես որ ասիկ ինչպես որ Բողոս արաքյալը ասած էր համբերություն կներկործե բայց համբերությունը գադարյալ ներկործություն թող ունենա որպես թե գադարյալ ու ամփոխ չլակ ու փանիմը բագասություն չունենակ իսկ եթե ցեզ մեկը իմաստութենե բացած լա թող խնդրե դերոճմեն, որ ամենուն արադաբես գուդա ու չի նախադեր և անոր բիդի դրվի, միայն թե հավատքով, թող խնդրե, չի առանց երկ դելու, որովհետև ինչպես որ գշարունակի համարը գսե, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ջամփաներուն մեջ, ամեն օրհնյալը լաստո խոսքը, իսկապես եթե մենք կուզենք համբերություն Եթե մենք կուզենք ավելի իմաստությամբ լեցվիլ, եթե մենք կուզենք ավելիով մեր հավատքի մագարտակին մեջ առաջ երթալ, ավելի հաստատ հավատք ունենալ, ուրեմն պիտի ընդունենք, որ կյանքը քննություն է, կյանքը փորձություն է, եւ մենք որպես Աստծո զավակներ գանչված ենք Այս քննություններու ընթացքին շարունակել մեր առաքելությունը հավատարմությամբ։ Արդյոք ինչ է մեր անդրադարձը քննություններու ընթացքին։ Արդյոք ինչ է մեր նայվածքը կամ ինչպես կշարունակենք մեր առաքելությունը մինչ մենք քննություններու մեջ ենք։ Շատ հեշտ է եղբայր Աբրահամ, դուք գիտեք, մենք գիտենք, հանգիստ հեշտ պայմաններու մեջ փարապանություն անել շատ հեշտ բարականերու մեջ հարսանիքի մեջ դերը փարավորել առողջ բարականերուն հաջողությամբ լեցուն ընթացքին մեջ ասել փառք Աստծո բայց արդյոք ինչ է մեր անդրադարձը երբ որ մենք քննության մեջ ենք արդյոք ինչ հոգեվիճակ ունենք այդ բահերուն մեջ արդյոք ինչպես գրնանք մեր ցերկերը բարձրացնել եւ դերը փարավորել նույնիսկ երբ որ քննության մեջն ենք եթե չեմ սխալվում Դերեկ Պրինսն ասում այս խոսքը ասում է ամենաընդունելի փարաբանությունը այն ժամանակը Երբ որ դու տրամադրություն չունես փարաբանելու ամեն Տիրոջ համար ամենաընդունելի փարաբանությունը դա է Թե Տիրոջ համար ես կհավատամ որ ամենաընդունելի եւ թե մեր համար Իսկապես Գաբրիս երբ այդ բահը երբ քու անգարելի թվացո բարակայիդ մեջ վստահած եւ գարչած ես Տիրոջը Երբ ամենե ծանր փորձության մեջն անգամ գրնաս դերդ փարավորել, հոնե հավատացյալին ճշմարիտ առաքելություն, հոնե հավատացյալին հավատարմությունը, հոնե որ գչապվի մեր հավատքի չափանիշը։ Մենք որպես եկեղեցի գուզեմ այս մեկը հիշել, որ այս վերջին մոտավոր 1 դարվան մեջ իսկապես դարբեր փորձությունները, դժվարությունները, անագնգալ հիվանդությունները անցանք։ Եվ որպես մեկ ընտանիք,
որպես Քրիստոսի մարմին փորձեցինք այդ մեկը թիմակրավել եւ փառք Աստծո, որ ամենե ծանր եւ անկարելի թվացող բարականերուն մեջը նույնիսկ գարչելով դիրոջ վայլեցինք մեծամեծ հրաշքներ եւ եթե մենք չվգայենք այդ հրաշքներուն մասին Աստծո խոսքը գսե որ քարերը պիտի վգայեն անոր համար այսօր ես հadoop կուզեմ հոս վգայել դիրոջ կորձին մասին որտեղ ինչպես մեծամեծ կորձեր ըրավ մեր հոգեվոր ընտանիքին մեջ դերը քաղցկեղե ազատեց մեր ծարայող նվիրյալ եղբայրներեն մեկը երբ քաղցկեղը սկսած էր արդեն ներկործել իր օրգաններեն մեկուն մեջ բժիշկներով վկայությամբ մեր եղբայրը ցերփազատվեցավ այդ ախտեն եւ հիմա գվգայե որ ինքը ազատված է այդ հիվանդութենեն դիրոջ շնորհքով հետո հանդիպեցան ուրիշ անագնգալ մեկ բադահարիմը փորձությանը որ մեր դարձյալ սիրելի ծարայող ընտանիքներեն մեկուն զավակը երդասարդ զավակ 21 տարեկան սրդի անագնգալ հիվանդությամբ հայտնվեցավ հիվանդանոց եւ մենք այդ բավան մեջ իսկապես ինչ գրնայինք անել եթե ոչ բռնվինք ալավիլյով բռնվինք Տերոջը փեշերեն եւ ինչպես որ այդ դերադես գինը 12 դարվա դերադես գինը քնած եւ դիրոջ քղանցքին թվավ մենք ալամփողջ եկեղեցիով եղբայր քացինք եւ դիրոջ քղանցքին ուզեցինք թփնալ եւ վայլեցինք այդ մեր սիրելի երդասարդ ծարայող եղբոր աբակինոմը եւ վայլեցինք այդպիսի մեծ փոփոխությունը անոր առողջության մեջ որ նորեն գսեմ բժիշկները նույնիսկ վկայեցին այդ մեկին եւ երբ այսպես գանցնեինք դարբեր դժվարությունները անագնգալորեն օրը բադահեցավ որ իմ ամուսինս ավոն արավոտը արտնցանք եւ այդպիսի դարորինակ ասեմ վիճակի մեջ հայտնվեցանք որ ուրիշ բան չունեինք անել եթե ոչ մեր հավատքը ինչպես կսեն ամփոփել հաստատել դիրոջ վրա եւ ուղղվել թեպի բժշկություն ուղղվել թեպի հիվանդանոց որպես իրենց մարդկային միջամտությունը անելով կորձեին եւ եղբայր այդ մեկը իսկապես մեզի համար գվգայենք եւ ես կուզեի որ այդ մեկը ավոն վգայեր որ ինչպես մենք այդ բաղվան մեջ որ ռոբեներ են որ իսկապես ցանկը շոկի մնե հիմա գա եւ գարելի է հետո չտեսնվի եւ երբ բժիշկները քեզի գսեն որ ամուսինը սուր ինֆակտի մեջ է այդ մեկը տուն ինչպես կրնաս ընդունել եւ ուրիշ բան չունեի երբ որ դերոջս գսեի դերը բիդի կորձե ինձի համար դերը բիդի կորձե մեզի համար ովևէ մեկ ադեն գասկածը չգավ մեր մտքին մեջ եւ այդ մեկը ավոնալ գվգայե թե ինք ինչպես խաղաղ էր նույնիսկ այդ դժվարության ընթացքին երբ մահվան եւ ցանկի միջև այդ փարակ թելը հայտնված էր մեր թիմաց եղբայր այդպիսի բահմներ որ գամ մահ եւ գամ ցանկ բայց որովհետեւ դերը ցանկ հրամայած էր այդ մեկը եղավ նույնիսկ այդ անկարելի թվացող բահվան մեջ եւ մենք վայլեցինք դիրոջ խաղաղությունը ոչ թե միան խաղաղություն հաբա դիրոջ ներկործությունը հաբա դիրոջ հավատարմությունը օրտնյալը լա մեր դերը որ գենցանի է օրտնյալը լա մեր դերը որ մեզի գերբ փորձություններուն մեջ նույնիսկ գբահե իր խաղաղությանը մեջ որովհետև դերը երբ հարցուց աշակերտներուն որ ուրեց էր հավատքը արդյոք հարսանիքի մեջ էին իրենք արդյոք ուրախության մեջ էին ուր էին երբ հարցուց ուրեց էր հավատքը եթե ոչ ալեգոծության նավակին վրա երբ գալեգոծեին եւ իրենք ալ մահվան եւ ցանկի միջև էին ոնց որ եւ երբ թիմեցին դիրոջ
Տերը ելավ իր ցերկը բարձրացուց եւ մեկ բար խաղաղություն հրճագեց եւ այդ խաղաղությունը ցանկ բերավ այդտեղ շատ լավ բան օրինակ բերեցի եւ շատ լավ խոսքը Հիսուսի սա շատ կարեւոր է ուր է քո հավատքը ուր դες մենք շատ հավատքի մասին շատ պատկերացումներ ունենք շատ լավ կարող են քարոզել հա մարդկանց ներկայացնել աստվածաբանական բոլոր այսպես ասած փաստերով բայց երբ որ այդ վտանգի անկանխատեսելի վտանգների առաջ են կանգնում այ ուր է մեր հավատքը ուր է մեր հավատքը ինչ եղավ ուր է դու լավ քարոզում ես դրա մասին լավ քարոզում ես ինձ համար եմ ասում ես էլ եմ հայտվել դրա մեջ շատ կարևոր է ուր է մեր հավատքը քննության ընթացքին ուր է մեր հավատքը փորձության ընթացքին հոն է որ ի հայտ պիտի կա մեր հավատքին մագարտակը շատ անգամ այդպիսի բարականեր կան որ նույնիսկ բժշկությունը անոր պատասխանը չունի երբ ավոյին զոնթավորում են դուրս ելա բժիշկը եւ ստենդավորած էր իր սիրտը Թարցավ եւ ինձի ասավ իր բժշկական բացատրությամբ ասավ այս անոթը որ գտեսնես ինքը գծեր ինձի թուղթի վրա 100-100 փակված է բայց ինչպես փածված է ես չգիտեմ Երբ ինքը այսպիսի արտահայտություն ունեցավ անմիջապես դերը սրտից տրավ այն խոսքը որ ասեմ բժիշկ աստված բացեր է Եվ այդ աստված բարը երբ որ ես ասի, ես հոնգա հավատամ, որ ես իմ դիրոջս անունը փարավորեցի։ Եվ այդ բժիշկը դառնալով ինձի ասավ, այո, հավատում եմ ձեր ասածին, եւ շարունակեց իր բժշկական բացատրությունը։ Իսկապես շատ անգամ կհայտնվենք այսպիսի բարականերուն, որ մեր փերանները փանալով, թերևս մեկ խոսք Թերևս մեկ արտահայտություն, բայց մեր դիրոջ կորձը եւ հրաշքը եւ իր ներգայությունը փարավորող արտահայտություն պետք է առաքելություն է կարել ամեն եղբայր առաքելություն պիտի ընենք հավատարմությամբ առաքելությունը պիտի ընենք ուրախությամբ համարձակությամբ դիրոջ անունը պիտի փարավորենք որտեղ անոր համար գանչված ենք եւ ուրախ լուրը այն է որ դերը այդքան հավատարիմ աստված է այդքան հավատարիմ երբ մենք գարչած ենք իր խոսքերուն եւ իր խոստումներուն երբ մենք կսենք դերը պիտի կորձե մեզի համար երբ մենք կսենք զորած դերը մեզի հետ է Հակոբին աստվածը մեր աբավենն է երբ կսենք ամեն բաները բարի կորձագից պիտի ելան անոնք որ աստված կսիրեն դերն հավատարիմ է Դերը հավատարիմ է գսե Պողոս Արաքյալ առաջին Կորինթացիս 10:13-ի մեջ ինչի մեջ հավատարիմ է որ ցես պիտի չթողու որ ցեր կարողութենեն ավելի փորձվիկ հաբա փորձությանը հետ ազատության միջոց մնալ պիտի դա որբեսի կարող ըլանք համբերել Փառք Տիրոջը Հազար փառք Տիրոջը այսօր մեզի գքաչալերը Աստծո խոսքը սիրելի ագընթիրներ ուգընթիրներ դերը հավատարիմ է գարչած մնանք Տիրոջ հավատարմությամբ հաստատ մնանք մեր հավատքին մեջ դերոջմեն նույնիսկ մեր դժվարություններում մեջ իր իմաստությունը խնդրենք եւ դերը հավատարիմ է որ մեր կարողութենեն ավելի թույլ պիտի չդա որ մենք փորձութենե անցնենք եւ իր սկսած կորձը մեր կյանքին մեջ պիտի ավարտե բարիով իր Փարքին համար դերը գես գադար կորց չներ դերը գադարյալ աստված ամենուրեք ամենակարող հրաշագործ աստված է սրբության մեջ փարավորյալ օրհնության մեջ սքանչելի է հրաշագործ աստված է այսօր իսկապես իմ ապրումներս հուզում նախարն ապրումներ են որովհետև ես այսօր գուզեի այս մեկը վկայել որ դերը մեզի համար մեծ բաներ ըրավ
եւ մենք ուրախացանք եւ մենք պիտի ուրախանանք եւ մենք ուրախությամբ Տիրոջ զորությունը պիտի վայելենք ինչպես Նեհեմիայի մեջ կսե Տիրոջը ուրախությունը մեր զորությունն է ինչ կնշանակի Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է եթե ոչ մենք Տիրոջ սերը փրկությունը ներգայությունը վայելելով այդ ուրախությունը վայելելով գզորանանք ինչպես կվայելենք զորություն Ինչպես կվայելենք Տիրոջ ներկործությունը մեր կյանքին մեջ, եթե ոչ այն ուրախությամբ, որ Տերը մեզի շնորհած է, հազար փառք իր սուրբ անվան։ Երանությունը ոչ թե փորձության հանդիպելն է, ոչ թե փորձության հանդիպելն է։ Ես անձնապես շատ համաձայն չեմ այդ գաղափարին, որ ես երանություն է այս մեկը, որ ես փորձության հանդիպիմ, ոչ, որովհետև Աստծո խոսքը ուրիշ բան գսե, Աստծո խոսքը գսե, եթե ուշադրությամբ կգարտանք Աստծո խոսքը, որ երանություն է ոչ թե փորձության հանդիպելը, այլ փորձության համբերելը փորձության համբերելն է երանությունը Դարձյալ Հակոբոս Արաքյալ առաջին գլխուն 12-րդ համարին մեջ կսե երանելի է այն մարդը ոչ թե այն մարդը որ փորձության կհանդիպի սիրելիներ այդ անձն է երանելին ոչ անշուշտ պիտի հանդիպենք փորձություններու ինչպես ասենք նեղե ճամփան որ երկինք կտանի դերը սա նեղություններ պիտի ունենակ այո բայց երանությունը այն է Երանելի է այն մարդը, որ փորձության համբերե։ Բասնզի, եթե փորձվելով ընդիր գտնվի, գենաց բսակը պիտի առնե, որ դերը զինք սիրողներուն խոստաց։ Ընդիր բառը շատ սիրեցի, ընդիր լինելու այդ կարգավիճակը ուղիղ կապ ունի փորձության հետ։ Այսինքն ոչ թե այստեղ հարցը փրկության մասին չի, հարցը ընտիր լինելու մասին։ Ընտիր լինելու մասին։ Այո, ինչպես ընտիր կգտնվի։ Եվ ինչպես է Տերը տեսնում ես որպես ընտիր։ Որպես ընտրյալներ։ Այո, դա արդեն ուրիշ հոգևոր կյանքի ընթացք է։ Որովհետև կանչվածները շատ են։ Շատ են, բայց ընտրվածները։ Դու ընտիր ես, դու անցար, դու հասար։ Այդ ընտիրը նաև Դավիթի 23 Սաղմոսի մեջ է խոսում։ Ես ասում արցունքի չէ, ասում ձորով անցա, բայց դու այնտեղ էիր իմ հետ։ Մահվան շուքի ձորով կներես։ Մահվան շուքի ձորով անցա։ Դու իմ հետ ես, բայց հետո ինչ ասում դու ինձ սպասում ես այն մյուս ափում, սեղան ես պատրաստել իմ համար։ Իմ գլուխս յուղով ես սա ընտիրի մասին է խոսում։ Իսկապես, իմ բաժակս խիղճ լեցուն է, ամեն եղբայր։ Թող իսկապես մեր բաժակը լեցուն ըլլա, թող իսկապես անդրադարձը ունենանք այս ճշմարտության, որ այսօր Աստծո խոսքով մեր աչքերուն առջև դերը բացավ, որ դերը մեզի կանչած է այս կյանքը ապրելու որպես առաքելություն եւ այս առաքելությունը ապրելու հավատարմության եւ այս քննության ընթացքին մեջ մնալու հաստատ եւ հավատարիմ հաստատ մեր հավատքին մեջ եւ հավատարիմ Տիրոջ փառքին համար Փառքեստեր Գիտեմ, որ եղբայր շատ են վկայությունները եւ մեծ է Տիրոջ գործը մեր կյանքին մեջ եթե մինչեւ քիշերալ խոսենք իսկապես հավիտենական զորույց է բայց դերը դա որ իսկապես մեր մեջը գործե այն հավատքը որ ոչ թե միայն մեր կյանքերը փոխեց այն հավատքը, որ նաև վկայություն է մեր շրջանակներուն մեջ, թող մարդիկ դեսնելով անլույսը, որ մեր մեջն է, փառավորեն մեր երկնավոր հայրը, որ երկինքն է։ Ամեն, փառքեստեր։ Վերջացրեցի։ Այո, վերջացրեցի։ Ամփոփված վիճակով վերջացուցի սիրելի եղբայրս, որովհետև գուզեմ այսօր, որ մեր մտքերուն մեջ իսկապես թարմ եւ հաստատ մնա այս ճշմարտությունը եւ մեր կյանքի յուրաքանչյուր իրադարձության մեջ արթուն եւ սկաստլանք, չանկի մեջ թուլասիրտ չլանք,
հոգիով փոփոխինք դիրոջը իսկական ծառայողները եւ դիրոջ անունը փառավորողները Ամեն Անիկ Քուրջան Նայ այսօր զարմանալի է որ այսօր մեր կոմենտների մեջ բավականին խնդրանք կա խնդրանքներ կան աղոթելու հիվանդությունների համար տարբեր քուրեր գրել են իրենց կարիքը եւ ես պատահական չեմ համարում սա եւ այսօրվա խոսքի հետ բայց կխնդրեմ որ աղոթենք իրանց համար ամեն դե անունները չեմ հասցնի հիմա տան որովհետեւ պետքա թերթեմ նայեմ որովհետեւ սկզբից են հենց խնդրանքներով են մեզ դիմել աղոթելու բայց որ աղոթենք բոլորին վերաբերվում այսինքն ես մի սաղմոս հիշեցի Դավիթի տրամադրությունները այստեղ ինչ որ բացահայտվում այս սաղմոսի մեջ այդ պահին ըստ երևույթի լուրջ նեղությունների մեջ էր ընդհանուր գուցե եւ որոշակի հիվանդություն ուներ իր մեջ ինքը չի գրում դրա մասին բայց մի հետաքրքիր սկիզբ է տալիս այս սաղմոսին դա 103 սաղմոսն է եւ հետաքրքիր բան ասում իմ անձս սիրում եմ սա մի հատ հավաքվի մի հատ ուզում եմ ինքս ինձ հետ խոսամ ինքը սկսում է իր հետ խոսալ այս սաղմոսի մեջ շատ հետաքրքիր է եւ ասում է եւ ին բոլոր ներսը ես կապել եմ այս աղոթք այս սաղմոսեն իմաստով որ Դավիթը իր օրգանների հետ խոսում էր այ եւ ոնց որ հրամայական էր իշխանություն ուներ օրտնե դերը օրտնե դերով իմ անձը եւ բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը ներս ասելով մենք դա կարանք երկու իմաստով էլ հասկանանք թե հոգեվոր թե ֆիզիկական սիրտս ինչ խնդիրը ինչն է լյարդնա թոքա սիրտա երիկամները չգիտեմ տարբեր բաներ կան ներսը եւ սկսեց իր ներսի հետ խոսալ հրամայել դուս այսինքն ինչ եմ ուզում ասեմ փորձությունը այստեղ է իմաստությունը չէ Անիկուր երբ որ գալիս է դու սկսում ես խոսալ հավատքի խոսք ասել ամեն եւ ինքը քեզ հասկանում ամեն այսօրվա թեման ես ուզում եմ նորից վերնագիրը հիշենք կյանքը քննություն է եւ կարծում ես որ սա հենց վերաբերվում է նաեւ նրան թե դու ինչպես ես օգտագործում այդ ժամանակը որ Աստված տվել է քեզ քո համար եւ արդյոք դու հասկանում ես որ դու առաքելություն ունես այս երկրի վրա եւ եթե մեկ առաքելություն ունի թույլ տուր ասեմ որ դա շատ կարեւոր է Եթե դու առաքել, գիտես Աստված մի ձևով կներեք, այս գուցե ոնց ասեմ, այսպես ասեմ, բառից ուղիղ իմաստով, չգիտեմ ինձ կսիրեք թե չէ, բայց պիտի ասեմ, երբ որ մարդ վերջացնում է իր առաքելությունը, Աստված նրան վեկալում է այս աշխարհից։ Ճիշտ։ Էլ անելիք չունես, բալես։ Ճիշտ։ Եվ ինքը իր մեջ է արդեն համաձայնվել դրա հետ, գուցե եւ չեմ ուզում շատ խորանամ այս հարցի մեջ։ Այսինքն, երբ որ դու առաքելություն ունես, Աստված քեզ երբեք չի վերցնի։ Եթե անցնես դժվարություններով, խնդիրներով, առողջական, բայց դու առաքելություն ունես, դու դեռ չես վերջացրել քո առաքելությունը։ Ամեն, ինչպես որ քիչ առաջ ծեր աղոթքի մեջ երբ որ առավոտ եկանք Աղոյի հետ աղոթեցիք անմիջական Եվ ասիկ որ դերը իսկապես իրեն բահեց, մենք կհավատանք, իրեն կյանք շնորհեց անգամ եւս, որովհետեւ գահավատանք, որ դակավին դերը առաքելություն։ Այո, մենք իր կարիք ունենք։ Գիտես թե եմ ասում սա։ Հիշենք այցեննիկի պատմությունը, այդ պատմությունը մեջ թարմացել է, նոր բան է գտել։ Նա այս քույրը ինչ էր անում, իր առաքելությունը ինչ էր, եւ գրված մարդիկ գալիս են եւ վկայում են, որ իրենց համար հագուստներ էր կարում, կարկատում էր, տենում էր մեկը հագուստ չունի, իր համար հոգ էր տանում, հետո մահացավ այս քուրիկը,
բայց այնքան զորավոր էր նրա ներկայության կարիքը մարդկանց մեջ, որ ասին Տեր հետ բեր իրան, հետ բեր, ինքը չի վերջ, մենք իրա կարիք ունենք, դրան հետ բեր, ու Տերը հետ բերեց։ Հիմա եթե մենք իրար կարիք ունենանք ու բարեխոսություն անենք, սա էլ առաքելություն։ Տեր, ես ուզում եմ իմ քուրս կողքս լինի, իմ եղբայրս, ես առանց իրա թևաթափ կլինեմ, միթե դա չի աշխատի այսօր, դա է առաքելությունը։ Կներես Անիկուր ընդհատեցի, իսկապես եղբայր, իսկապես, մեծ ճշմարտություն է ձեր բաժնեկցումը, իսկապես եւ այդ մեկը մեզի ավելի հասանելի կլա, երբ որ իսկապես գաբրինք այդ մեկը որպես փորձառություն մեր կյանքին մեջ եւ գվայլենք, որ իսկապես դերը մոդ է բոլոր գոդրած սիրտ ունեցողներուն, դերը գմի չամդե, դերը գկործե եւ դերը գփարավորվի ոչ թե միայն այդ գադարված հրաշքով ես կհավատամ, հաբա նաեւ մեր վերապերմունքով այդ դժվարության ընթացքին։ Այո, դերը գփարավորվի այն հրաշքով, որովհետև ինքը հրաշագործ Աստված է, բայց նաև դերը գփարավորվի մեր անդրադարձով։ Արդյոք մեր անդրադարձը ինչ է այդ մեր քննության ընթացքին, այդ մեկն է, որ դերը պիտի արժևորի։ Ամեն։ Ուր է մեր հավատքը։ Անիկուր, կխնդրեմ, որ այսօր աղոթքը որ դու անես, շեշտ դնենք ուրեմն նրանց ովքեր գտեցին, որ խնդիրներ ունեն իրենց կյանքում առողջական եւ գուցե նաեւ հոգեվոր, աղոթք անենք իրենց համար, բայց թեմայի մեջ թող լինի բովանդակության, այսինքն թող դերը կործե մեզ դու անցնում ես կյանքի քննությունով հիմա ոչ մեկիցս հեռու չի դա ինչպես մեր ավո եղբայրն էլ է այստեղ կուզես մի բան ասես ավո եղբայր հա շատ լավ ուրեմն այսպես արի ասենք այո հարմար է ավո եղբայր անպայման ուրեմն եկեք այսպես ասենք ես անցնում եմ քննությունով եւ ուզում եմ իմ քննությունը բարձր մակարդակի վրա հանձնեմ ամեն 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 որպեսզի լինեմ ընտիր ամեն եւ եթե անգամ ես ինչ որ հիվանդություններ որ մեզ հույս չեն տալիս եւ չգիտեմ բժիշկները ինչ են ասում դա ինձ վերջի խոսքը չի վերջի խոսքը Աստծունն է եւ եկեք այս աղոթքի ժամանակ մենք ինքներս մեզ հարց տանք ուր է մեր հավատքը եւ խոսանք մեր օրգանների հետ խոսանք մեր անձի հետ հավաքենք նրան եւ ուղղորդենք դեպի Տերը օրհնե Տերով իմ անձս եւ մի մոռացի նրա բոլոր բարիքները սիրով լսում ենք մասնակցում ենք քո աղոթքին անհոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն ամենագարող Աստված այսօր կուքան կուսուր ներկայությանդ օրհնյալ է Տերը որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորներուն մեջ Քրիստոսով օրհնյալ է մեր հույսը օրհնյալ է մեր լույսը օրհնյալ է մեր փրկությունը օրհնյալ է մեր Աստվածը մեր բարի հովիվը օրհնյալ ես Տեր եւ օրհնյալ է քու սուրբ ներկայությունդ Դեր այս բավան մեջ կխոնարինք եւ գուզենք ամբողջ փառքը, բադիվը, կարողությունը, զորությունը քեզի բարձրացնել, ով մորթված կառնուկ, որթուն քու արյունդ թափեցիր մեր փրկության համար։ Շնորհակալ եմ Դեր, որ մեզի կանչեցիր, մեզ ընտրեցիր, որպեսի քեզ ընդունելով դառնան քու զավակները Տեր Հիսուս շնորհակալ եմ Տեր որ մենք քու ընտանիքիդ անդամներն ենք Տեր այս բավան մեջ հատուկեն գուզեմ խնդրել եւ աղաչել այն բոլորին համար որոնք դակավին իրենց սրդերը քեզի չեն նվիրած Տեր այո մարդիկ աղոթքներ կխնդրեն իրենց բժշկության համար իրենց ֆիզիկական առողջության համար բայց Տեր Հիսուս եկուր եւ այս բավան մեջ նախքան ֆիզիկական բժշկություն
արթնությունը, եկուր եւ կորձե մեր հոգիներուն մեջ, եկուր եւ կորձե այն քարացած սրդերուն մեջ, որովհետեւ թուն անդամալույցին սկիզբը սիր ելիր, քու մեղքերդ քեզի ներված են եւ յետքը ելիր մահիջդ ար եւ քալե Տեր Հիսուս դուր որ այն սրդերը որոնք դակավին քեզ չեն ընդունած որպես Տեր եւ Փրկիչ ընդունին քեզի Տեր թարնան քեզի Տեր Հիսուս եւ Տեր դուր որ արթնությունը վայելենք մեր մանավանդ հայ ազգի զավակներուն մեջ դուր որ տեսնենք քու փառքդ քու ներգայությունը դուր որ առաջնորդվին քեզմով ով Տեր Հիսուս մեր հավատքի առաջնորդը եւ գադարողը եկուր եւ կորձե ով Տեր թմրած հոգիներուն մեջ քարացած սրտերուն մեջ եւ քեզի թարցուրով Տեր կխնդրեմ Տեր այս բավան մեջ քու ներգայությունդ կա եւ հանգչի մեզ մի յուրաքանչյուրին որովհետեւ Տեր Հիսուս Թուն քու խոսքումիդ համացայն մեզի գսես եկեք ինձի բոլոր հոգնած եւ դեռնավորվածներ եւ ես ես պիտի հանգստացնեմ շնորհակալ եմ որ հանգստությունը քեզ մե յետեր շնորհակալ եմ որ խաղաղությունը քեզ մե յետեր շնորհակալ եմ որ առողջությունը քեզ մե յետեր շնորհակալ եմ ամեն բարի դուր եւ կատարյալ բարգեւ քեզ մե յետեր Հիսուս շնորհակալ եմ Տեր քու անսահման սիրույթ ավիդենական ողորմությանդ Շնորհակալ եմ, որ հավիտենական սիրով մեզ քաշեցիր, անոր համար ողորմությամբ մեզ փրկեցիր։ Շնորհակալ եմ, Տեր, որ դու գենթանի Աստված ես, երեք այսօր եւ հավիտյան, Տեր դու քո հարության զորությամբ եկուր եւ կորձե մեր մեջ, ով Տեր, ինչ դգարություն որ գար մադախիլն է Հիսուսի անունով, ինչ հիվանդություն որ գար մադախիլը Հիսուսի անունով, այն բոլոր քույրերը եղբայրները, ունգընտիրները, որ այս բաբան մեջ աղոտ կխնդրեն Դեր քեզի կբարձրացնենք մեր աղերսանքը, Դեր գուքանք եւ քու կղանցքինք կուզենք թփչիլ Դեր, որբեսի քու զորությունը կորձե Դեր, ինչպես որ թունեսիր ինչպես զորություն մը եկլավ Դեր այս բաբան մեջ, քու զորությունը թող կորձե, քու զորությունը թող կորձե Դեր Հիսուս, եւ այն զորությունը որ ձովը ջեղքեց, այն զորությունը որ Երիքովի բարիսները փլեց, այն զորությունը որ հիվանդները ոտքի հանեց, այն զորությունը որ գույրերուն աչքերը փացավ, այն զորությունը որ մերած Ղազարոսը դուրս հանեց այդ քերեզմանեն թող այս բահվան մեջ կորձե, թող այս բահվան մեջ կորձե եւ փառավորվի միայն քու անունդ Տեր Հիսուս, դուր մեզի այն անդրադարձը մեր սրտերուն մեջ, որբեսի անդրադառնալով Դեր քո խոսքի ճշմարտության այսօր հանցն առնենք այն առաքելությունը, որուն համար դու մեզի կանչեցիր, Դեր դու մեզի օգնական եղիր, որբեսի հավատարմությամբ ապրենք այս առաքելությունը Դեր, որբեսի հնազանդությամբ քո խոսքից քալենք եւ չթուլնանք վազենք եւ չհոգնենք, որովհետեւ գիտենք Տեր, որ այս քննությունները որուն մեջ են գանցնենք, անոր նպատակը միայն ու միայն այն է, որ քու փառքդ երևի, միայն ու միայն քու անունդ հարավորվի, որովհետև միայն թուն արժանի ես, հայր, որդի և սուրբ հոգի ասված, այս բավան մեջ հադուկ կխնդրեմ իմ եղբորս Աբրահամին համար, այս օրհնյալ բահերուն համար, որ ինք միջոց է որբեսի ստեղծվին, Տեր Հիսուս կխնդրեմ թուն օրհնեսինք, օրհնե իր ընտանիքը, քու աչքդ եւ խաչդ բահաբան լանդեր իմ սիրելի եղբորս եւ իր ընտանիքին Դեր Հիսուս ինչ դժվարություններ որ ունին ինչ քննություններ է որ գանցնին Դեր Հիսուս տուն օգնականն ես Դեր Հիսուս տուն զորավիքն ես քու աչ ցերքիդ ով դեր զորությամբ եկուր եւ կորձե եւ տուն անգամ եւս փառավորվիր որովհետեւ միայն տուն արժանի ես որ ամբողջ փառքը քեզի բարձրացնենք այսօր եւ հավիտյանս հավիտենից Հիսուս անունդ խնդրեցինք Տեր շնորհե մեզի երկնավոր եւ մեր սուրբ հայրը ամեն Փառտիրոջը ինչ հրաշալի ժամանակ ունեցանք Տիրոջ խոսքի մեջ եւ նորից մեր մեջ եկանք այն եզրակացության որ մենք կանչված ենք այս կյանքում
ունենալու մեր առաքելությունը Տիրոջ ուրեմն երկնային արքայության համար ծառայելու համագործակցելու Տիրոջ հետ եւ սա ամենամեծ առաքելությունն է տիեզերքի մեջ նրանք ովքեր հայտնաբերել են սա այս գիտությունը նրանք ընտիրներն են Տիրոջը եւ Աստված իզուր չի որ քեզ հետ այսօր խոսած ուրեմն դու ես կանչված լինելու ընտիր ուրեմն մտիր քո առաքելության մեջ եւ դու կհաղթես եւ հաջողված կլինես Տիրոջը Անիկուր շատ շնորհակալություն շատ հրաշալի թեմայի համար եւ ես կավադամ որ ալբոմն է Տիրոջ փառք պիտի դա այս թե գուզեր չսկացվիլ եւ ես կավադամ որ դերը հատուկ կբահե զինք եւ իմ այս բաբան մեջ Տիրոջ անունը փառավորելով գրնանք ասել ցեզի ցդեսություն Մերսի աղեղբայր ինչ կուզես ասել մոտեցի միկրոֆոնին ոչինչ տնավարի Օլար վերջին գաբրան եղբայր Ողջունեմ յուրաքանչյուրդ սիրելիներ եւ Աստծո փառք կուտամ որ Տիրոջ շնորհքով Տիրոջ ողորմությամբ այսօր այստեղ ներկայ եմ եւ փառքը լավ որ այս մեկ ժամը դերը ինքը ներկայ էր եւ այս մեկ ժամվա մեջ դերը փառավորվեցավ եւ դերը մեծարվեցավ ես կհավատամ անոր եւ ոյ մեկ տեսակետով ճուզեցի որ ես միջամտեմ եւ ցեր գետրոնացումը Տիրոջ խոսքեն դառնա անցի վրա Բայց ինչ որ գբադահի մեր կյանքի մեջ սիրելիներ, մենք կանչված ենք անիկա վկայելու։ Մենք կանչված ենք անիկա բատմելու, որովհետև դերը կգործե մեր կյանքի մեջ։ Ինձ համար կյանքիս մեջ հadoop օրեր կան, որ հատկանշական են չեմ մոռանալ տվականներով։ Անոնց վրա ավելցավ եղբայր Աբրահամ հունիսի 1 2026-ին, ուր դերը հadoop ողորմությամբ, հadoop պաշտպանությամբ չեմ ուզել ավելի մանրամասնություններու երթալ Բայց երբ ես իմ ավտոն ինքս կվարեմ եւ գերտամ հիվանդանոց անհանգիստ վիճակով եւ մտքից ծայրեն չանցներ որ բժիշկը ինձ ասե սուր ինֆարկտի մեջ ես եւ այդ վիճակը կհայտնվի որ ես պետք է շատ արագ հասնեմ ուրիշ հիվանդանոց որովհետեւ այդ հիվանդանոցի մեջ չկար սրտական միջամտության պատրաստություն եւ այս բոլորը Որքան արագ կազմակերպվեցավ ես հալ չեմ գիտեր, բայց գիտեմ որ Արավոտյան Երևանը խցաման ժամուն նայրի հիվանդանոցը մինչև Երևանի հիվանդանոց 7 րոպեեն հասել ենք։ Եվ դեր ամեն ինչ պատրաստած էր եղբայր, դեր ամեն ինչ պատրաստած էր։ Երբ դուրս եկա այդ սենյակեն եւ ռանիմացիայում մնացի 24 ժամ, մի անգամդազե որ ով դեր ինչ մեծ է ստուն եւ ինչպես ամեն ինչ կուդնորոնումի տակներ։ Քանի անին արավոտ կորձ ուներ եւ վերջին վարյանը իրեն այդ մեկ ժամվա հանդիպումը չեղյալ եղավ։ Եթե այդ հանդիպումը լար միգուցե ես որ չեմ գիտեր իմ վիճակս ինչ է, մնայինք տանը եւ այդ մեկ ժամվա մեջ ինչեր չեր կրնար ըլլալ։ Բայց երբ այս բոլորը գվայելենք սիրելիներ, պետք է վկայենք։ Աման։ Սիրելիներ, ծեր յանքի մեջ կան նման վկայություններ, կան նման օրհնություններ, որոնք բահելով դուք Տիրոջ իրավունքը դված չեղլար։ Խոսեցեք, դեր ինչ որ ըրավ ծեր յանքի մեջ, դեր ինչ որ գնե մեր յանքի մեջ եւ դեր ինչ որ բիդի անե մեր ամսնական եւ մեր հավաքական, մեր եկեղեցական յանքի մեջ, մենք անիկա կանչված ենք բատմելու։ Մենք անիկա կանչված ենք միմիան այս բոլորը բատմելով ամբողջ փառքը եւ փառապանությունը Տիրոջ բարձրացնելու։ Ամեն։ Օրտյանը լավ բոլորը հadoop շնորհակալ եմ որ այս շրջանին եւ մինչեւ այս բահը բոլոր անոնք որոնք գաղութեն աբակիմանս համար շնորհակալ եմ։ Ես ծեր աղոտները գվայելեմ եւ կհավատամ որ դեր որքան որ կյանք գրած է ինձի ես անիկա պիտի ապրիմ Տիրոջ համար եւ թակավորության համար օրտյալ լավ բոլորը սիրելիներ դեր օրտնե այս դաղավարը եղբայր եւ կորզած է իր парքին համար Աման աման Շնորհակալ եմ ավ եղբայր փառք Տիրոջը հրաշալի է գիտես ինչ են կաղոթում քո համար որովհետեւ քո կարիք ունենք Աման թողերը Եվ բոլորս իրար կարիք ունենք, քուրեր եղբայրներ, իրար համար աղոթենք, շատ աղոթենք, որովհետև գիտես առանց իրար մենք ով ենք, Աստված այդպես ուզել, որ մենք կապված լինենք Աստծո սիրով իրար հետ եւ իրար համար լինենք մխիթարություն եւ օրհնություն եւ շարունակենք մեր առաքելությունը Փառք Տիրոջ Անիկուր կրկին շնորհակալություն օրհնված հաջողված եւ պատխաբեր եղեք քուրս Ամեն նմանապես եղբայրս Հետագայում նորից կհանդիպենք Տիրոջ շնորհ անպայման
Իսկ ձեզ ասում ենք ցտեսություն, սիրելի քուրեր եղբայրներ, եւ բարի օր, թող օրհնված լինի ձեր օրը։ Առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։